Ողջույն եւ բարի գալուստ ազգային հարթակ։ Այսօր իրական զրույց հաղորդման Անդրանիկ թողարկումն է։ Հայաստանի ներկայի եւ ապագայի համար կենսական նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ այսօր խոսելու ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Սարոյան։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ սկսենք մեր համար իրոք շատ կարեւոր հարցից։ Բոլորս անզեն աչքով տեսնում ենք, որ աշխարհում տեղի ունենում մեծ աշխարհաքաղաքական գործընթացներ, վերաձևումներ, որոնք թեև փորձում ենք տեղավորել մեր տրամաբանության մեջ, բայց կարծես թե մեր աշխարհընկալումից բավականին դուրս են եւ անփորձ եւ ոչ այդքան քաջատեղյակ մարդկանց համար դժվար է կողմնորոշվելը։ Դուք որպես մարդ, ով ավելի լավ է տեսնում, զգում եւ գիտելիքահեն առումով հասկանում process-ների ընթացքը, կխնդրեի ձեր կարծիքով, ձեր տեսակետով կիսվել, թե ինչ է տեղի ունենում ընդհանուր առմամբ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում եւ մեր համար, մեր հետ անմիջապես կապված տարածաշրջաններում, որոնք ուղղակի ազդում են մեր վրա։ Շնորհակալություն հրավերի համար, թեման շատ հետաքրքիր է եւ կփորձեմ իմ տեսակետները հաղորդել լսարանին։ Առաջի հերթին ինչ որ ես հիմա պիտի ասեմ, ինձ թվում է շատ ծեծված է, այն որ կարելի ասել փլուզվել է նախորդ աշխարհակարգը եւ անցումային մի ժամանակահատվածում են գտնվում, ողջ մոլորակը կարելի ասել։ Եվ նոր աշխարհակարգի ձևավորման հարց կա, խնդիր կա դրված եւ դա այնպես չի որ դա ձևավորվում է, կամաց նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Սա իմ կարծիքով շատ ծեծված անգամ նկարագիր էր իմ կողմից, բայց դա է իրողությունը եւ այստեղ պարզապես խնդիր կա հասկանալ մենք ինչ վիճակում ենք կամ մենք ուր ենք շարժվում ընդհանրապես կամ մենք շարժվում ենք թե մեզ տանում են մեզ դեպի ուր են տանում ուր որ տանում են մենք այնտեղ կանք լինելու ենք թե չենք լինելու մեզ տանում են կառափնարան թե տանում են չգիտեմ մի այնպիսի տեղ որտեղ դու ինչ որ մի բան ներկայացնելու ես եւ այլն այս հիմնական խնդիրը այստեղ է եւ իմ կարծիքով մենք ներկայումս այդ հարցերի պատասխանները պետք է փորձենք գտնել Շատ լավ, հաղորդումից առաջ, երբ որ մենք զրուցում էինք, դուք խոսեցիք մեծ Մերձավոր Արևելքում, որի մեջ նաև կարող ենք ներառել մեր տարածաշրջանը, ոչ թե կարող ենք ներառել, այլ ներառվում է տարածաշրջանը, գնում է մի process, այսպես կոչված թուրքական կոնգլոմերատ անունը տվեցիք, որը իր նշանակություն ունի աշխարհաքաղաքական նոր զարգացումներում, վերադասավորումներում, կխնդրեի ավելի մանրամասն անդրադառնալ դրան եւ նաեւ դրա հետ կապված երկրորդ հարցը Արդյոք մեծ ուժային կենտրոնների խաղացողները կամ կենտրոնները նրանք արդեն ունեն այն ապագա աշխարհի տեսլականը, որտեղ դեպի մեզ տանում են, թե այնուամենայնիվ կան process-ներ, որոնք ընթացքից են որոշվում, որոնք ընթացքից են փոխվում։ Իմ կարծիքով աշխարհում տեղի ունենում այդպիսի մի գործընթաց, որտեղ ձևավորվում են ի տարբերություն նախկին իրավիճակների ուրեմն աշխարհակարգի որտեղ կային տարածաշրջանային տերություններ, մենք բոլորս գիտենք ռեգիոնալ տերություններ ասածը որպես տերմին։ Ես գտնում եմ, որ հիմա աշխարհում տարբեր ռեգիոններում ձևավորվում են տանող տերություն կամ այնպիսի մի տերություն, որը դոմինանտ է լինելու որոշակի մեծ տարածաշրջանում։ Եվ այդ տեսանկյունից Այսօր ըստ էության ձևավորվում է այդ թուրքական տերությունը Մերձավոր Արևելքում, որը ոչ թե հավասար դիրքերում պետք է լինի այլ տերությունների հետ, այլ ինչ որ առումով ավելի բարձր իր ստատուսով, իր կարողություններով, հնարավորություններով եւ այլն։ Որքան ես հասկանում եմ, դա միայն մեզ մոտ չի, այլ տեղերում էլ նման կարգի գործընթացներ կան, բայց մեզ պետք է առաջի հերթին հետաքրքրի Մերձավոր Արևելքը, որտեղ մենք ենք հիմա գտնվում եւ որտեղ տեղի ունեցող գործընթացները ուղղակիորեն մեզ են առնչվում։ Եւ այդ տեսանկյունից կարող եմ ընդհանրապես փաստարկել, որ մենք տեսնում ենք Իսրայել-Իրան պատերազմից հետո Իրանի որպես տարածաշրջանային տերություն նրա նշանակության նսեմացումը
եւ դա իմ ասած տրամաբանության համատեքստում է հենց գտնվում։ Մենք տեսնում ենք նաեւ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից, այն տարածաշրջանից, որը ինչ այս կոչվում էր իրենց տերմինաբանությամբ, քաղաքական տերմինաբանությամբ Անդերկովկաս, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից կամ արևմուտքի տեսանկյունից դրան տրվել էր Հարավային Կովկաս անվանումը եւ այլն, բայց ամեն դեպքում այնպիսի պատկեր, որը Հարավային Կովկասն էր նկարագրում, դա պայմանավորված է Ռուսաստանի այս տարածաշրջանում ներգրավմամբ եւ դրանով էր այդ տերմինը ի հայտ եկել եւ մտել։ Այդ տեսանկյունից ուրեմն Ռուսաստանի որպես տարածաշրջանային տերություն արդեն հեռացումը, այդ ճանապարհը եւ նաեւ նրա շահերի նսեմացումը, ներգրավվածության փոքրացումը եւ այլն ցույց են տալիս, որ մեր աչքի առաջ է, որ թուրքական պետությունը, թուրքական տերությունը, ուրեմն այնպես ինչպես Իրանի հետ հարաբերություններում մենք չմոռանանք, որ Իրանը կորցրեց Սիրիան, Իրանը կորցրեց Լիբանանի տարածքը, Պաղեստինը եւ այլն, այսինքն այն կապը, որը ինքը Սիրիայի տարածքով նաեւ ապահովում էր Մերձավոր Արևելքում եւ միջերկրական ծովերում էր ներկա գտնվում, միջերկրական ծով էր դուրս եկած, դրանք այլևս չկան եւ անգամ Իրանը խնդիր ունի Իրաքում իր ներկայությունը եւ իր ազդեցությունը շարունակել պահել, բայց ոչ միայն դա։ Անկախ ամեն ինչից պետք է նշել, որ այդ վակուումը, որ առաջացել էր Իրանի հեռացմամբ, լցվել է թուրքական շահերով, թուրքական ներգրավվածություն կա։ Նույնը նաեւ Հարավային Կովկասում ռուսականը լցվել է, մենք արդեն 2020 թվականից դեռևս։ Ես անընդհատ նշել եմ, դա ամռանն է տեղի ունեցել 20 թվականի միջև Արցախյան պատերազմը։ Մենք տեսնում ենք նաեւ, որ Թուրքիան շարունակում է Կենտրոնական Ասիայի հետ կապված իր քաղաքականությունը, չմոռանանք վերջերս Ադրբեջանը միացավ Կենտրոնական Ասիայի երկրների հետ որոշակի տնտեսաքաղաքական հարաբերությունների ավելի սերտ ինչ որ միջավայր սկսեց ձևավորել, դրանք այնպես չի, որ Թուրքիայի հետ կապված անմիջականորեն Թուրքիայի հետ են կապված եւ այլն։ Ամեն դեպքում սա եմ ուզում առաջի հերթին նշել որպես փաստարկումներ այն ինչ որ ընդհանուր պատկերը ցուցանելու համար։ Շատ լավ, մի քանի ճշգրտումներ անենք, դուք նշեցիք ռեգիոնալ տերություն, ռեգիոնալ պետություն, անցում է կատարվում դեպի ըստ էության տերություն, այո, դոմինանտ տերություն։ Չէ, ժամանակին ենք տերություններ ասում, այնպես չի որ տերություններ, բայց եթե նախկինում ցանկացած ռեգիոնում կային մի քանի իրար բալանսավորող տերություններ, ըստ էության հիմա բալանսները խախտվում են եւ ձևավորվում է մեկ տանող տերություն եւ ընդհանուր աշխարհաքաղաքական հավասարակշռման մեջ իրենց հավասարակշռումը ոչ թե ռեգիոնի ներսում է տեղի ունենալու, այլ տարբեր ռեգիոնների տերությունների հավասարակշռման հաշվին է լինելու։ Այսինքն ըստ էության քաղաքակրթական առումով կարելի ասել փորձ անում վերադարձ կայսերական ժամանակներին, երբ ավելի խոշոր մասշտաբի քաղաքական սուբյեկտներ են միմյանց հետ փոխհարաբերվում եւ ազգային պետությունների ավելի փոքր պետությունների դերը ավելի է նվազում։ Կարելի է այդպեսի անալոգիա անցկացնել, բայց ցանկացած նոր պատմական ժամանակաշրջան մի քիչ վտանգ կա նաեւ բռնազբոսիկություն տեսնել կամ բան։ Շատ կոպիտ առումով, այո, կարելի է ասել, որ ինչ որ նոր կայսրությունների եւ այլ պետությունները, որ սկսում են հաշվի նստել կամ դիրքավորվել ըստ այդ նոր կայսրության սփռման, այդպիսի ինչ որ մի գործընթաց է, բայց ես չեմ ցանկանա այդ անցյալի առումով դա ճիշտ չէ, հասկացա։ Բարի, այդ դեպքում անդրադառնանք մի շատ կարևոր հարցի, այն նշեցինք թուրքական նշանակության գործոնի պրոգրեսիայի աճի մեծացման փաստը եւ այստեղ հետաքրքիր հարց է առաջանում արդյոք նման հավակնություններ ունեցող Թուրքիան խնդիրներ չի ունենա կամ շահերի բախում չի ունենա Մերձավոր Արևելքում, ասենք նույն Իսրայելի հետ, ով ունի իր շահերի ոլորտը եւ ունի հավակնություններ լինել լուրջ ռեգիոնալ կենտրոն։ Սա ինչպես կներկայացնեք։ Այո, ներկայիս Թուրքիայի ծավալման գործում գտնվում է մեկ ուժի դիմադրություն այս պահին եւ առաջիկա տարիներին ըստ էության այդ դիմադրությունն է կանխորոշելու Մերձավոր Արևելքի ապագան։
եւ այդ ուժը Իսրայելն է։ Ըստ էության, որքան ես եմ հասկացել նախորդ պատմական ժամանակաշրջանում տեղի ունեցած քաղաքական զարգացումներից, Իսրայելը փորձել է մշտապես այնպիսի իրավիճակներ ստեղծել Մերձավոր Արևելքում, որպեսզի անմիջապես իրեն ոչ մի տարածաշրջանային ուժ չսպառնա։ Եվ այդ տեսանկյունից իրեն նախկինում հաջողվում էր տարբեր տեսակի կոնֆլիկտների հրահրման, տարբեր ժողովուրդների եւ ոչ միայն քաղաքական տարբեր գործիքակազմեր կիրառելու արդյունքում չեզոքացնել վտանգները եւ Իսրայելի սահմաններից հեռացնել։ Սակայն ներկա իրավիճակում արդեն կարելի ասել, որ դա այլևս հնարավոր չէ։ Ինչի, որովհետեւ Թուրքիան Սիրիայի տարածքում եւ ոչ միայն Սիրիայի, բայց հատկապես Սիրիայի տարածքում արդեն ուղղակիորեն եկել կանգնել է Իսրայելի սահմանների վրա իր ազդեցության ռազմաքաղաքական ուժերի միջոցով։ Եվ մեծ սպառնալիք է դարձել Իսրայելին, բայց ոչ միայն դա։ Մենք գիտենք, որ Գազայի հետ կապված զարգացումները բերել հանգեցրել են նաև նրան, որ նոր նախագիծ է դրվել սեղանին, որտեղ Գազայի տարածքում ամերիկյան ներկայություն պետք է ապահովի, բայց այդ ամերիկյան ներկայությունը պետք է լինի նաև նրան դաշնակից տարբեր զինուժերի կիրառմամբ։ Եվ այստեղ է, որ մենք տեսնում ենք Իսրայելի եւ Թուրքիայի թե լուր մրցակցությունը, թե ուրեմն փորձել կանխորոշել ամերիկյան քաղաքականությունը դեպի իրենց չեզոքացնելու համար այն վտանգները, որ միմյանցից նրանք ունենում են։ Եվ այդ տեսանկյունից Իսրայելը շատ մեծ ջանքեր է այսօր թափում, որպեսզի բանեցնում գործիքներ եւ այլն, որպեսզի թույլ չտա այդ ռազմական ներկայությունը, որ պետք է լինի Գազայի տարածքում, այդտեղ թուրքական զինուժ կամ թուրքական զինուժին փոխարինող նրան հավատարիմ այլ զինուժի տեսքով։ Բայց Թուրքիայի արչև առաջնայինորեն այսօր հենց այդ խնդիրն է դրված, որովհետև միաժամանակ Իսրայելը Թուրքիային չեզոքացնելու եւ Թուրքիայի համար մեծ խնդիրներ ստեղծելու տեսանկյունից շարունակում է ուրեմն իր քաղաքականությունը Հունաստանի եւ Կիպրոսի հետ եւ միջերկրական ծովում ըստ էության անմիջապես սպառնալիքի տակ պահում թե թուրքական շահերը, թե ընդհանրապես Թուրքիան եւ որքան ես եմ հասկանում ամենամեծ կիզակետը, որ կարող է առաջանալ բախման տեսանկյունից, դա Կիպրոսն է դառնում առաջիկա ամիսների կամ տարիների հետ կապված։ Այստեղ իզուր չի, որ հյուսային Կիպրոսի խնդիրը վերջին շրջանում Թուրքիան բարձրացնում էր արդեն, իբրև այն հարցադրմամբ, որ տեսեք տարբեր կոնֆլիկտներ լուծվել են, այդ թվում նկատի ունենալով Արցախյան հակամարտությունը եւ այլն, ընդ որում նշելով, որ հաջողությամբ լուծվել են։ Եւ ժամանակն է, որ հյուսային Կիպրոսի հակամարտությունն էլ հաջողությամբ լուծվի։ Եվ այդ տեսանկյունից դա պետք է դիտարկել հենց Իսրայել-Թուրքիա հակամարտության համատեքստում եւ որքանով որ Թուրքիան ցանկանում է ներկա գտնվել Իսրայելի քթի տակ, Երուսաղեմին շատ մոտ եւ այլն, նույնքան էլ ուրեմն Իսրայելը հակընդդեմ նախկինում եւ շարունակելու է ապագայում ներկա գտնվել Թուրքիայի քթի տակ եւ այդ տեսանկյունից ուրեմն Կիպրոսը եւ նաեւ Հունաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների խորացումը պետք է ակնհայտ դառնա մեզ։ Շատ լավ, այս համատեքստում ճիշտն ասած ես մի հարց ունեմ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ 2020 թվականին Ադրբեջանը մեծ հաջողության հասավ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ ինչու՞ չէ նաեւ Իսրայելի օժանդակությամբ։ Հետևաբար ստացվում է այնպես, որ ըստ էության Ադրբեջանում Թուրքիան եւ Իսրայելը պետք է ունենան շահերի բախում, որովհետեւ ոչ անբարում կմնա այդ երկիրը, դա այսօր Ադրբեջանը կարևոր հանգույց է այդ տեսակետից։ Ինչպես եք տեսնում այդ դեպքում նրանց հարաբերությունների զարգացումը այդ տարածքում եւ նաեւ Ադրբեջանի
կողմից տարվող քաղաքականությունը եւ հաջորդ տրամաբանական հարցն է առաջանում, որ ըստ էության Թուրքիայի այդ ծավալապաշտական նկարտումների դեմ ամենակարևոր եւ զսպող գործոններից մեկը կարող է լինել հայկական գործոնը, որը Իսրայելի անմիջական մասնակցությամբ, օժանդակությամբ այս կամ այն չափով 2020 թվականից եւ դրանից հետո հաջողությամբ չեզոքացվում է։ Այստեղ ես մի քիչ անհամապատասխանություն առաջին հայացքից տեսնում եմ, գուցե դուք կարող ուրիշ բացատրություն առաջարկեք կամ ուրիշ մակարդակներում շահեր։ Այստեղ շատ կարևոր է Ադրբեջանի դիրքորոշումը։ Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ ինքը եթե մտավ շահային տիրույթ այս կամ այն տերության, ինքը այդ խուսանավելու դաշտերը փոքրանում են եւ դրա համար ինքը մաքսիմալ կերպով փորձում է այդ դաշտ չմտնել եւ շարունակել ըստ էության բոլոր համադրել բոլոր այն շահերը, որտեղ որ թե Թուրքիան, թե Իսրայելը շահեր ունեն, չմոռանանք, որ Իսրայելը իր նավթամթերքները ստանում է Ադրբեջանից բավական մեծ ծավալի եւ այդ նավթամթերքը Թուրքիայի տարածքով է հայտնվում Իսրայելում եւ այստեղ իրենք փորձում են համադրել հենց այն շահերը, որը բոլորին ձեռնտու է։ Իմ կարծիքով Ադրբեջանը չի շեղվի այս ուղուց, որովհետեւ եթե շեղվեց շատ հակառակ կողմից շատ դաժան հարվածների պետք կլինի սպասել։ Այդ թվում եթե մտածենք, որ ենթադրենք Իսրայելին կարհամարի եւ այլն ինչ որ մի պահի, չէ, այդտեղ շատ դաժան հակարվածներ կստանա եւ չեմ գտնում, որ դա Ալիևյան քաղաքական կուրսին հարիր ճանապարհերն է, շատ լավ հասկանում է դրա վտանգները։ Նա փորձել է միշտ Թուրքիայի եւ Իսրայելի հետ հարաբերություններում շարժվել այն համադրելու քաղաքական կուրսով, որտեղ որ համադրելի է, որ իր ուրեմն շահերը համընկնում են Իրանի հետ կապված հարցերում, Ռուսաստանի հետ կապված տարբեր հարցերում, հայկական գործոնի չեզոքացման հետ կապված հարցերում աշխարհաքաղաքական տեսանկյունից եւ այդտեղ համադրվել են իսկապես։ Առանց այդ համադրության հնարավոր չէր, որ Իրանը նաեւ ներկայումս այն նսեմացված վիճակում, որ կա, այդ վիճակում լիներ եւ այլն։ Միանշանակ մենակ կարող եմ պատասխանել, որ ես այդպիսի հավանականություն այս պահին չեմ տեսնում։ Ալիևի բան, մեզ է թվում, որ կարող է այդպես գնալ, բայց սпасել Ալիևից այդպիսի ինքնասպանություն չի լինի։ Իմ հարցը ավելի շատ Ալիևի, բարձր է, որ Ալիևին հնարավորինս ձեռնտու է խուսանավումները այս կամ այն ճամբարի մեջ մաքսիմալ շահեր իր շահերը սպասարկելու համար, ես ավելի շատ հետաքրքիր էր ոչ թե Ալիևը քաղաքական կուրսը կփոխի եւ կնախընտրի, այլ արդյոք հնարավոր է համարում իրավիճակի զարգացումը, որ Թուրքիան կամ Իսրայելը Ալիևին դնեն ընտրության առաջ։ Չեմ կարծում։ Երկուսն էլ կախված են։ Ալիևը օգտվում է ձեռնտու է Ադրբեջանի ներկա իրավիճակը։ Այո, Ադրբեջանի այն դիրքավորումը, որը եղել է տարիներ շարունակ, շարունակելու է ձեռնտու մնալ թե Իսրայելին, թե Թուրքիային։ Երկուսն էլ միայն շահում են այդ դրանից։ Շատ լավ։ Անդրադառնանք նաև մի ուրիշ հարցի, այ դուք նշեցիք, որ Թուրքիան ըստ էության հարյուրամյակների բացակայությունից հետո մեր տարածաշրջան վերադարձավ Ռուսաստանի թույլտվությամբ 2020 թվականի ամռանը։ Երբ որ զորավարժություններից եկեք ես միանգամից ասեմ, որ դա Թուրքիան, եկեք Օսմանյան կայսրությունը եւ ժամանակակից Թուրքիան չնույնացնեն։ Լավ, Թուրքիան առաջին անգամ մեր տարածաշրջան մտավ, այո, վրիպում թույլ տվեցի։ Ես այսպեսի մի հարց ունեմ, շատերը նշում են, որ ըստ էության Արցախյան հարցում զոհաբերությունը չակերտավոր, դա այն գինն էր, որը Ռուսաստանը վճարեց, որպեսզի ռուս-ուկրաինական ապագա պատերազմում հնարավորինս ամուր թիկունք ունենա, բայց կարծում եմ նաև կհամաձայնվենք, որ ըստ էության Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմը լրիվ այլ ընթացքով էր պատկերացնում, այսինքն արագ պատերազմ, հնարավորինս հեշտ հաղթանակ, հետևաբար մի կողմից, այսպես ասեմ, իրավիճակը այնպես է, որ իրենք 20 թվականին զիջեցին այն հաշվարկով, որ 2-3 տարի հետո ռուս-ուկրաինական պատերազմում հաղթանակ տանելուց հետո կվերադառնան, թե դուք ինչպես եք այդ զարգացումները դիտարկում։ Եվ նաև մոտենանք այսօրվա ճակատում եղած իրավիճակին եւ այն զարգացումներին, որոշ չափով անդրադառնանք, որոնք կան ռուս-ուկրաինական ճակատում։ Իհարկե, Ռուսաստանը 2020 թվականին հարավային Կովկասում իր դիրքորոշմամբ ուղղակիորեն կաշկանդված չէ, հենց մշակված սցենարով է ընթացել եւ այդ մշակված սցենարը
ենթադրում էր թուրքական բաց դռներ, որպեսզի Թուրքիան ռազմաքաղաքական առումով արդեն ներգրավի Հարավային Կովկասին, դրա դիմաց ուրեմն չխանգարի, որպեսզի Ռուսաստանը նույն կերպ բաց դռներով մտնի Ուկրաինա եւ Սևծովյան տարածաշրջանում իրենք վերաբաժանում իրականացնեն։ Ես այստեղ բնականաբար այսպիսի ինֆորմացիան ամեն մեկը չի կարող հասկանալ, բայց փորձեմ ներկայացնել, ասել, որ այնպես ինչպես փոքր տարածաշրջան, այսպես ասած Հարավային Կովկասը, որը խոսքի սկզբում ներկայացրեցի հիմա ինչ վիճակում է, բայց Հարավային Կովկասը այնպես ինչպես իրենք էին պատկերացնում, այդտեղ ուժերի նոր հավասարակշռման գալու եւ Թուրքիային թողելու արդյունքում մեծ Սևծովյան տարածաշրջանում իրենք տեսնում էին, որ կրկին վերաբաժանում պետք է իրականացնեն եւ դա արվում էր, փոքր տարածքում արվում էր, որպեսզի մեծ տարածաշրջանում ստացվեր վերաբաժանումը, որի արդյունքում Հարավային Սևծովյան տարածաշրջանը կբաժանվեր երկու այդ ռեգիոնալ տերությունների միջև հավասարապես, այսինքն հյուսիսային ավանդաբար ինչպես եղել են Օսմանյան կայսրության եւ ռուսական կայսրությունների միջև Սևծովյան հյուսիսային ափամերձ տարածքները ամբողջությամբ կլինեն ռուսական վերահսկելի գոտի, իսկ հարավը թուրքական վերահսկելի գոտի եւ դրա համար ուրեմն հարկ էր, որպեսզի Թուրքիան համաձայներ այդպիսի բաժանմանը, որովհետեւ ամբողջ հյուսիսի ձեռք բերելու խնդիր կար, ընդ որում շատերը շարունակում են լավ չհասկանալ Սևծով ասածը ինչ է իրենից ներկայացնում եւ Սևծովի ամենակարևոր կետը որն է։ Սևծովը ըստ էության ռուսական տերության միակ ճանապարհն է ուրեմն աշխարհաքաղաքական կենտրոն լինելու տեսանկյունից։ Առանց Սևծովի Ռուսաստանը չի կարող գերտերություն այնպիսի գերտերություն, ինչպիսին մենք տեսել ենք նախորդ խորհրդային միության ժամանակաշրջանում եւ այլն։ Դա հենց Սևծովով է պայմանավորված, բայց Սևծովը տիրապետելու տեսանկյունից կա մի կետ։ Այդ կետը էական է, տիրապետում ես թե չէ Սևծովում։ Նույն Օսմանյան կայսրության համար էր։ Դա Ղրիմն է։ Առանց Ղրիմի տիրապետման հնարավոր չի ուրեմն դառնալ գերտերություն եւ Սևծովյան տարածաշրջանում ձայնի իրավունք ունեցող ուրեմն միավոր։ Այդ եւ պատերազմը այդպես ուրեմն իրանք բաժանելով մեծ Սևծովյան տարածաշրջան նաեւ փոքր Հարավային Կովկասը եւ դա ցույց է տալիս այլ Բալկաններում եւ այլն այդպիսի ուրեմն շահերի համադրման քաղաքականություն արդյունքում ինքը մտավ պատերազմի եւ Թուրքիան չխանգարեց այդ պատերազմում եւ ոչ միայն անգամ օգնեց տարբեր ձևերով օգնեց բայց պատերազմը անկանխատեսելի էր եւ այստեղ կարեւոր է նաեւ այստեղ այդ անկանխատեսելիությունը որպես կարևոր գործոն մշտապես մեր աչքի առաջ ունենալ, որովհետեւ ես երբ որ խոսեցի, որ ներկայումս էլ տեղի են ունենում աշխարհաքաղաքական process-ներ, այդ անկանխատեսելիությունը մշտապես կան, որոնք կարող են վերջ գտնել ինչ որ մշակումների, որ կատարվել են։ Դրա արդյունքում Ռուսաստանը խրվեց շատ լուրջ խնդիրների մեջ եւ այն ռեսուրսները, որ դրանից հետո կենտրոնացրեց, այսօր բերել են այնպիսի մի իրավիճակի, որ հարցականի տակ է անկախ ինքնուրույն քաղաքականության ռազմաքաղաքական այդ քաղաքականության վարումը աշխարհում ընդհանրապես Ռուսաստանի նա այսօր խնդիր ունի հասկանալու ի վերջո որ կողմնորոշման դաշտում է լինելու Չինաստանի արևելքի հետ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքի հետ արդեն այս տեսակ բաժանությունից ինքը երբեք դուրս չի կարող գալ որպես առանձին մի միավոր իր խնդիրը Ռուսաստանի խնդիրը ներկայից որ կարելի է ձևակերպել արդյոք նա դառնում է արևելքի կցորդը հանձին Չինաստանի թե դառնում է արևմուտքի կցորդը հանձին Ամերիկայի Միացյալ Նահանգների այս տեսակ ուրեմն հարաբերություններ են հիմա կառուցվում ընդհանրապես եւ բանակցություններ եւ ընդհանրապես զարգացումներ են տեղի ունենում աշխարհում Ռուսաստանի շուրջ
բայց մենք վերադառնանք նաև Թուրքիային եւ հասկանանք, որ իհարկե Թուրքիան այդ նման կերպ հզորացրեց իր ներկայությունը նաև Սևծովյան տարածաշրջանում եւ եթե հիշում եք հենց պատերազմի սկզբից Ստամբուլը որպես բանակցությունների միակ վայր, որտեղ պետք է Ռուսաստան եւ Ուկրաինան նստեն մի սեղանի շուրջ եւ ինչ որ հայտարարի կան, այսօր արդեն խոսվում է, որ այդ տարածքները, որոնք բռնազավթել է Ռուսաստանը Ուկրաինայից, դրանք պետք է մնան Ռուսաստանի եւ դա արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է խոսում եւ այլն։ Այս ամբողջ դասավորության մեջ Արևմուտքը երբեք վատ աչքով չի նայել Թուրքիային, որ ինքը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր նույն ձայնով չի հանդես գալիս ինչպես եվրոպական պետությունները, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները Բայդենի ժամանակահատվածում եւ այլն։ Եվ Թուրքիան ըստ էության Սևծովյան տարածաշրջանում շարունակել է ուրեմն իր դիրքերը ամրապնդել, ներգրաված լինել, այդ թվում նաեւ կոմունիկացիոն տեսանկյունից։ Հիմա այսօր Սևծովյան տարածաշրջանում նորից պետք է մի քիչ բանը փոխել եւ հասկանալ, որ այն ինչ որ Իսրայելի եւ Թուրքիայի միջև խնդիր կա անմիջական, այդ խնդիրը նաեւ Սևծովյան տարածաշրջանում ուրեմն Թուրքիային սպառնացող որոշակի խնդիր է դառնում, որովհետեւ Իսրայելը մշտապես գործել է ուրիշների ձեռքով, ես ինչ որ նշում էի, այս հիմա է, որ Թուրքիան անմիջապես կանգնել է իր պատեի տակ, միջև այդ փորձել է Իսրայելը չեզոքացնել այլ տարածաշրջաններում կոնֆլիկտներ ստեղծելով եւ պոտենցիալ հակառակորդներին կամ պոտենցիալ մրցակիցներին նման ճահիճների մեջ գցելով եւ թուլացնելով եւ Իրանից հեռացնելով։ Եվ այս տեսանկյունից պետք է հասկանանք, որ այո, ուրեմն ներկայիս Ուկրաինայի տարածքը ուղղակիորեն իսրայելական շահերի կիզակետում են գտնվում, որովհետև դա լավագույն նաև ճանապարհներից մեկն է, որտեղ Թուրքիան կարող է խրվել էլի ինչ-որ տեսակի ճահճի մեջ կամ զբաղվել այդ խնդիրներով եւ Իսրայելը կարողանա հեռացնել վտանգը հերթական անգամ իրենից։ Եվ այդ տեսանկյունից պետք է հասկանանք, որ կան որոշակի գործոններ, որոնք ազդում են։ Դրանք այն էլիտաներն են, որոնք թե Ուկրաինայում, թե Ռուսաստանում գտնվում են հրեական ցակումնաբանությամբ եւ պետք է խորքերին նայել եւ հասկանալ իսկապես ինչպես կդասավորվի Ուկրաինայի ապագան, Ռուսաստանի ապագան եւ ընդհանրապես այդ տարածաշրջանում, որ ամայացվել է հսկայական մի տարածաշրջան, այդ տարածաշրջանի ապագան ինչպես կկառուցվի։ Այսօր էլ խոսում են արդեն հետպատերազմյան վերակառուցումների մասին են խոսում, Ռուսաստանի միլիարդավոր դոլարների սառեցված դոլարների օգտագործման մասին են խոսում եւ այլն, այսպիսի բաներ։ Եվ ապագայի տեսանկյունից պետք է հասկանալ, որ այստեղ իսկապես կարող են տեղի ունենալ այնպիսի զարգացումներ, որոնք անսպասելի են մեզ համար, բայց որոնք իսկապես կարող են դառնալ նաեւ նոր բալանսի գալու ճանապարհ, որտեղ որ թե Ռուսաստանը, թե Ուկրաինան, թե Թուրքիան արդեն ստիպված են լինելու հաշվի նստել այդ նոր բալանսի հետ։ Շատ լավ։ Մեր ամբողջ խոսակցության ընթացքում մենք Հայաստանին որպես գործոն չանդրադարձանք, որովհետև փաստացի Հայաստանի իշխանությունների եւ ինչու՞ չէ ողջ քաղաքական դաշտում տիրող արատավոր մտածողության հետևանքով մենք ըստ էության օբյեկտ ենք, ով կարելի է ասել որոշում է կայացրել, ներկա կուրսը ցույց է տալիս ամբողջությամբ տեղավորվել թուրքական աշխարհի կույրաղիքում, այնքան որքանով որ կթողնեն, բայց բնականաբար այս ամբողջ գործընթացները ներկայացնելուց, ինչպես դուք նշեցիք, միշտ կա անսպասելիության գործոնի դերը, երբ որ այսինքն պարտիանայով գուցե որոշված է, բայց միշտ էլ հնարավոր է խաղը թեքել։ Զրույցից ես հասկացա, որ ըստ էության, երբ որ պատկերացնում ես աշխարհակահաղական գործընթացների ընթացքը, կարելի է նաև սիտուացիոն շահերի տեսակետից տարբեր դաշնակիցներ գտնել, եթե դու որոշել ես այս սցենարի հետ չհամակերպվել։ Ուստի որպես մեր այս հաղորդման վերջաբան կուզեի անդրադառնայինք պայմանական այն քայլերին, որը պիտի առնի հայության այն հատվածը, որը համաձայն չէ թուրքական աշխարհի կույրաղիկ դառնալու այդ նսեմացված կարգավիճակի հետ եւ փորձենք ինչ որ նախնական գոնե մի քայլ ասել, հետագայում զրույց կշարունակենք, որովհետեւ իրականում այս զրույցի արդյունքում այն պայմանական կետերն են նշվում, որտեղ պոտենցիալ արդեն ռեալ առարկայական մենք կարող ենք մտածել ճանապարհային քարտեզի եւ մնացածի մասին։ Իհարկե, երբ որ երկրի ներսում կարողանանք ներսի մանկաբույծների հարցը լուծել։
Բնականաբար, երբ նման հարց եք ուղում, պետք է հասկանանք, որ ովքեր կարող են որպես սուբյեկտ հանդես գալ։ Առավել ևս, երբ որ տարածաշրջանային նման իրականություն է ձևավորվում կամ փորձում են ձևավորել նման իրականություն կամ զարգացումները տանել նման հունով, մասնավոր ինչ որ քայլերով կամ միավորներով եւ այլն նման քաղաքականության դեմ հնարավոր չի դրա դեմը առնել եւ միակ ճանապարհը պետությունն է աշխարհում չի գտնվել այլ մեխանիզմ որը կկարողանա նման փոփոխությունների իրուզացումով տանել եւ այլն պետությունը հենց այն գործիքն է որը կարող է շահեր բանեցնել սեփական շահերի հետամուտ լինել ասածս նա է որ մեր հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում մեր պետության կուրսը պետք է լինի հասկանալի է որ ներկա կուրսը մեկ նախադասությամբ եթե ասենք ապա ամեն գնով ինտեգրվել այդ գնացքին, թուրքական գնացքին եւ դառնալ յետին ամենավերջի վագոնը իբրև թե այդ որոշակի նշանակալիությամբ տրված նշանակությամբ սեփական, որ ինչ որ բերել դու ես ստանում այդ շոքեքարշով, ապահովագրել քո գոյությունը։ Դրա դիմաց ուրեմն այդ ամբողջ շոքեքարշը ինչ գույնով է ներկված, ինչպիսի վառելիքով է ընթանում, ընդհանրապես դեպի ուր է ընթանում, այդ բոլոր հարցերը համապատասխանացնելով այդ շոքեքարշին, այսինքն կարմիր գույնով է ներկված, վրան կիսալուսին է աստղով, ուրեմն պետք է այդ վագոնն էլ այդպես ներկվի, չգիտեմ, վառելիքը այն մշակութային շերտն է, այն քաղաքակրթական շերտն է, որը թուրքական լեզուն է, գիրն է եւ այլն, ուրեմն այդ վերջի վագոնն էլ այդպես եւ այլն։ Ես այստեղ դադարեմ ամեն դեպքում, եթե հայ ժողովրդին դա ձեռնտու է կամ ինքը խնդիր չի տեսնում դրա մեջ, բնականաբար այդ հունով էլ գնալու է։ Բայց եթե հայ ժողովուրդը չի ուզում այդ հունով գնալ, հարց է դառնում, ուրեմն պետություն նորից եմ նշում, առանց պետության հնարավոր չի։ Այդ պետական կուրսը, որը վարվում է, այդ կուրսը պետք է փոխվի։ Դա նշանակում է այն մարդիկ, այն պաշտոնյաները, ովքեր այդ կուրսն են վարում, իրենք պետք է փոխվեն։ Այսինքն նոր քաղաքականություն է պետք, դրա համար էլ պետք է նոր մարդիկ, որոնք այլ կուրսի ջատագով պետք է լինեն։ Ընդ որում, եթե մենք խոսում ենք անկախ պետության քաղաքականության մասին կամ ինքնիշխան նշանակում է այդ թվում զերծ այս կամ այն արտաքին կողմնորոշումներից եւ այլն։ Հիմա այդ տեսանկյունից պետք է նայենք, մենք ինչ ենք անում։ Հայաստանի ապագան հայ ժողովուրդը պետք է որոշի իր համապատասխան ղեկավարության փոփոխությամբ, եթե չի ուզում կցված լինել այդ շոքեքարշին։ Բայց այդտեղ կարևոր է հատկապես մեր լսարանը կարևոր է, որովհետև ես շատ լավ եմ ծանոթ այդ մտածողությանը, արատավոր մտածողությանը, որ իրեն ասենք երբ որ խնդիրը ներկայացնում ես, իրենք ամեն ինչ արդեն որոշում են, որ այդ խնդիրը դե արդեն լուծված է, դե եթե լուծված է պետք է համընթաց քայլես այդ խնդրին։ Դա շատ քաղաքական ազգերը այդպես երբեք չեն շարժվում։ Քաղաքական ազգերը շարժվում են հետևյալ բանաձևով։ Ունենք շահեր, գծում ենք այդ մեր ծրագիրը, շարժվում ենք այդ ծրագրով եւ պարտադրում ենք ուրիշներին շարժվել այդ ծրագրով, որ կարող են անդիմախոսել, բա որքանով կստացվի մեր ռեսուրսները քիչ են մենք թույլ ենք եւ այլն։ Այս մենք լսել ենք արդեն տասնամյակներ, տարիներ, անգամ հարյուրամյակներ շարունակ։ Քաղաքական ազգերը երբեք այդպիսի հարց չունեն իրանց մոտ դրված։ Ռեսուրս քիչ է, պետք է գտնել ռեսուրսներ եւ այլն, բոլոր հարցերին պատասխաններ կան։ Այդտեղ չկան ռեսուրսներ, չկան եւ այլն։ Պատմական օրինակներն էլ մեր պատմական օրինակները այնքան շատ են, որ Սարդարապատ է հաղթում, առաջի Արցախյան պատերազմը է հաղթում եւ այլն։ Չեմ ուզում տարածվել, բայց ամեն դեպքում հայ ժողովուրդը ունի ցանկություն, եթե ունի կբեկի, այնպես ինչպես ուկրաինական հանրությունը ուներ,
ցանկություն ուներ, բեկեց, այլապես այդ պատերազմը վաղուց ավարտված պետք է լիներ 2022 թվականին, հարցն անում չի 3 օրեր տևելու թե 3 ամիս, հարցը դրանում չի։ Իհարկե, այն մշակողների համար կա որոշակի ժամանակափուլ, որը մշակված է, եւ կա դիմադրություն, բայց մենք տեսնում ենք, որ դա բեկվեց եւ հիմա եւս մեկ անգամ բեկելու խնդիր կա ուկրաինական։ Արդյոք ուժ կգտնի ուկրաինական հանրությունը եւս մեկ անգամ արդեն բեկելու։ Եթե գտավ այդ ուժը, բնականաբար այն ուրեմն մշակումները, որոնք կապված են Ուկրաինայի եւ Ռուսաստանի ապագայի հետ եւ այդ դիտարկումները որ կան, միանգամից չեզոքացվելու են եւ նոր մշակումների կամ նոր զարգացումների տեղիք տան։ Այդ զարգացումները նորից ստիպված են լինելու պարտադրել, որպեսզի այն մշակումները, ովքեր կայացնում են, հաշվի նստեն նոր հանգամանքների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գտնում է, որ իր ուրեմն դաշնակից, ճակերտների մեջ դաշնակից կամ այն տանող ուժը, որը պետք է Չինաստանին չեզոքացնի, Ռուսաստանը պետք է լինի, նոր իրավիճակում պետք է ուկրաինական հանրության առջև դրված այդ խնդիրը պարտադրել, որ այդ տեսանկյունից դուրս գա եւ բոլորովին այլ մշակումներ անցկացնի։ Հիմա այդտեղ Ռուսաստանը ինչ նոր դեր կստանձնի, հարցի մյուս կողմն է, բայց չմոռանանք, որ ուկրաինական բանակը աշխարհի լավագույն կրվող բանակներից մեկն է, եւ այսօր, երբ որ աշխարհը գծագրումներ է իրականացնում, չմոռանանք, որ այդ գծագրումների մեջ ՆԱՏՕ-ի տեսանկյունից նաեւ հենց մեծ տեղ ունի, որ Թուրքիան ունի նման պոտենցիալ, Ռուսաստանը ունի նման պոտենցիալ, բայց Եվրոպայի համար առավել ուժեղ բանակ, քան ուկրաինական բանակն է, չկա։ Եվ եթե ուկրաինական հանրությունը կարողացավ համոզել, որ այն մշակումները, որոնք իրենց դուրս են թողնում եւ իրենց հաշվին են արվում, եւս մեկ անգամ պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր որոշում կայացնի, դրանք կարող են արդեն այլ լուծումների տալ։ Ինչպիսի հարցը արդեն մեր տեսադաշտում կարող է հետո լինել, բայց ամեն դեպքում սա է ճանապարհը։ Մեր հանրությունը նույն կերպ, եթե 2020 թվականին այն գնար բոլորովին ուրիշ ճանապարհով եւ մեր կառավարողները գնային ուրիշ ճանապարհով եւ ձմեռային կամպանիայի ռազմական ուրեմն պատերազմի ընթացքը մտցնեին ձմեռային տրամաբանության հուն, իհարկե այս բոլորովին այլ զարգացումներ էին լինելու, անգամ այնպիսի զարգացումներ էին լինելու, որոնք Ուկրաինային կապահովագրեին այսպիսի վիճակից, որը միլիոնավոր մարդկանց կյանք է խլել։ Այս օրինակի վրա ուղղակի ուզում եմ ասել, որ տեսեք, անգամ ուկրաինական հանրությունը այնքան խելամիտ չէր այդ շրջանում, որ հասկանար, որ Հայաստանն է իր ապահովագրությունը պատերազմի, եւ տեսեք ոնց են մենք հիմա նաեւ պիտի հասկանանք, որ շատ այլ տեղերում, եթե ուժերի հավասարակշռության խախտում է տեղ ունենում, դա կարող է շատ ծանր անդրադառնալ մեզ վրա, եւ մենք ոչինչ անանք այլ տարածաշրջաններում, երբ որ չենք հաշվարկում այդ հետևանքները։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ։ Կարևոր իմ կարծիքով ուսուցողական զրույցի համար։ Իրոք Ուկրաինան, այնպես ինչպես 20 թվականին մեկ այսօր կանգնած է ճամփաբաժնի առաջ, արդյոք իրենց ռազմաքաղաքական ղեկավարությունը կկարողանա հաղթահարել այդ մենակ մնալու վախը եւ շարունակել ըստ էության այդ երկրի համար գոյութենական կռիվը կամ գուցե ուրիշ հաշիվներ կան, չանդրադառնանք, մենք 2020 թվականին չանցանք եւ հետևանքները մեր համար գնալով շատ ավելի ծանր են, բայց իրոք համաձայն եմ, որ քաղաքական ազգերը դնում են խնդիր եւ եթե խնդիրը դրված է, միշտ գտնվում են այդ խնդիրը լուծելու ռեսուրսներ։ Մեր խնդիրը նրանում է, որ մենք մեր արատավոր մտածողությունը ի սկզբանե նախ չի թողնում դնել խնդիր եւ ծուլությունը, ասենք, մտավոր հոգեվոր, չգիտեմ, բայց այդ ծուլությունը չի ստիպում արդեն մեզ աշխատել խնդիրը լուծելու ուղղությամբ։ Հետեւաբար, այո, ես համաձայն եմ, որ ըստ էության հավաքական առումով մենք ենք որոշելու Հայաստան ունենալու է անփառունակ ավարտ, թե կարողանալու ենք բեկել այս նվաստացուցիչ եւ ոչ արժանապատիվ ընթացքը։ Ես կցանկանայի մի հատ լրացում կատարել հայ ժողովրդի մոտ կա վախ անկախ պետությունից։ Եվ այն ինչ որ մենք խոսում ենք, այդ վախից է գալիս եւ այդ վախն էլ գալիս է որտեղից, որովհետեւ
քաղաքական էլիտա մեծ հաշվով գոյություն չունի, քաղաքական էլիտան նաև որ ունի քաղաքական գիտակցություն։ Քաղաքական գիտակցության կրողները շատ քիչ են Հայաստանում եւ իրենք իրենց մոտ էլ չեն թողնում իշխանության, իրենք չեն էլ կարողանում գալ, իհարկե իրենց խնդիրն է գալ իշխանության, հարցը այդտեղ չի, բայց այդ մնացած շերտը, որը չունի քաղաքական գիտակցություն, բայց պաշտոններ ունի, պետական պաշտոններ ունի, պետությունները ղեկավարել նախկինում եւ հիմա է ղեկավարում, առաջնորդվում է այդ վախով։ Բնականաբար այդ վախը այլ տեղ չի կարող տանել, բացի այնտեղ, որտեղ մենք հիմա գտնվում ենք։ Իհարկե, եւ այդ վախն էլ պատճառը, որ թե 90-ականներին մենք ըստ էության հաղթած պատերազմը որոշեցինք հրաժարվել մեր հաղթանակից եւ 2020 թվականին, երբ որ ռազմաճակատում ռազմավարական ճեղքում չէր ունեցել, մենք ըստ էության հանձնվեցինք մեր համար այդ կարևոր նշանակություն ունեցող, կարևորագույն նշանակություն ունեցող պատերազմում, որը շարունակվում է մինչ օրս։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, կարծում շատ հետաքրքիր, բազմաշերտ եւ ուսուցողական էր եւ մենք անպայման կշարունակենք այս թեման, այս ֆորմատով հանդիպումները։ Իրական զրույցը վարեց ազգային հարթակ նախաձեռնության անդամ հանրային գործիչ Արփի Թոփչյանը եւ ես ուզում եմ ձեզ առաջարկել սիրելի հայրենակիցներ, որ միանաք մեր ազգային հարթակին եւ միասին ապահովենք իրապես իրական Հայաստանի լինելիությունը եւ հավերժությունը։